Չես մասնակցելու չէ ընտրություններին, արի քեզ բան պատմեմ։ Հայաստանի խորհրդարանի ընտրություններին կարող է մասնակցել մոտ 2.5 միլիոն ընտրող։ 2018 թվականին խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ուշադրություն ընտրողների ընդամենը 48.63%, 2021 թվականին կրկին 49.39%։ Ովքեր են այս մարդիկ, ինչու չեն մասնակցում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտրություններին չմասնակցողների տարիքային բաժանումն այսպիսինն է։ Իսկ հիմա պարզենք, թե ում է սա ձեռնտու։ Մասնակցելիության նվազ դինելը օգտակար է միայն նրանց, ովքեր ունեն կայուն ընտրազանգված։ Ինչու՞։ Ուշադրություն, երբ ընտրություններին մասնակցում է 50%-ը կամ ավելի քիչ, նրանք, ովքեր ունեն իրենց հստակ ընտրազանգվածը, դառնում են մեծամասնություն։ Բայց երբ ընտրությանը մասնակցեն բոլորը կամ գոնե մեծամասնությունը, իրավիճակը դառնում է այլը։ Իսկ ովքեր ունեն հստակ ընտրազանգված։ Օլիգարխիան, օրվա իշխանությունը, ազդեցություն ունեցող մարդիկ։ Նրանք ևս գիտակցում են այս պարզ իրողությունը ընտրություններին, որքան քիչ մասնակից, այնքան մեծ հնարավորություններ իրենց համար։ Ուստի պետք է այնպես անել, որ մարդիկ զզվեն ու չմասնակցեն ընտրությանը։ Ու բնականաբար հորինվում են տարածվող խոսույթներ, որոնք աջակցում են հիասթափությանը։ Ինչ անել այս ամենը հասկանալուց հետո։ Պատասխանը շատ պարզ է։ Պետք է մասնակցել ընտրությանը։ Եթե այս հոլովակը դիտող եւ ընտրությունները մերժող յուրաքանչյուր 10 մարդուց 2-ը որոշի մասնակցել, մենք կունենանք այն որակի խորհրդարան։ Եվ այո, միևնույնն է առաջանում է այդ հարցը՝ ում ընտրել։ Այն ուժերը, որոնք առաջ մղվում են արժեքներով, ազնիվ գաղափարներով եւ երկրի նկատմամբ պատասխանատվությամբ, հաճախ չեն հաղթահարում անցողիկ շեվը։ Եթե հաղթահարեն, մենք ունենանք բազմաբևեռ խորհրդարան, որտեղ խաղի կանոնները կփոխվեն։ Մղձավանջը ավարտվում է, երբ արթնանում ես։ Մի թող, որ այլոք օգտագործեն քո ձայնը, մասնակցիր ու ինքդ ընտրիր։